Պարոն Աբրահամյան, խոսենք երեկվա Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին եկեղեցիների վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասում է, որ մեր եկեղեցիները չունենացված են, մտնում ես, տեսնում այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, ինչ-որ մեկի կոշիկները, ինչ մեկնաբանություն կտաք այս հայտարարությանը։ Առաջին հայացքից միգուցե ոմանց թվա, որ խնդիրը կենցաղային թեմանին է վերաբերում, նույնիսկ միգուցե լինեն մարդիկ, որոնք մտածեն, որ այստեղ հարցը գնում է երկրի մաքրության եւ նաեւ հոգեվոր այնպիսի արժեքների նկատմամբ հարգանքի, որտեղ մաքրությունը կարևորվում է իշխող ուժի ընտանիքի կողմից, բայց իրականությունը ցավոք լրիվ այլ է եւ դա ոչ միայն արտահայտվում է այսօր, այլ արտահայտվել է հատկապես վերջին 7 տարիներին, երբ որ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո իշխանության է այն ուժը, որը մինչև հիմա պետության ղեկին է։ Դա ուղեկցվել է Մարիաթորի նկատմամբ բազմաթիվ հարձակումներով, սկսած Բեարանի շրջափակումից, կաթողիկոսի նկատմամբ սադրանքներից, դա եղել է տարբեր փուլերում քարոզչական եւ քաղաքական մակարդակում, պետության տարբեր բարձրագույն իշխանության ներկայացուցիչների առհամանական եւ վիրավորանք արտահայտող հայտարարություններով եւ այլն։ Սա այս փուլի մի դրսևորումն է, որը սկսվեց 3 կառավարության նիստից եւ այսօր շարունակություն ունեցավ վարչապետի ընտանիքի անդամի բազմաթիվ այլ երանգավորված հայտարարություններով եւ գրառումներով։ Իհարկե, կարծես մրցակցություն կա այդ ընտանիքում, թե ով կարող է ավելի վարկաբեկիչ եւ արժեքային համակարգը ոչնչացնող հայտարարություններ հնչեցնել, եւ այսօր դրա շարունակություն դեռևս գնում է եւ անշուշտ այն հետագայում այլ դրսևորումներ դեռևս կունենա։ Գիտեք, պետությունները, հատկապես մեր նման երկրները, որտեղ եկեղեցին, ես դեպքում հայ առաքելական եկեղեցին ունի բավականին ամուր հինասյուններ, դա ոչ միայն պատմական ինստիտուցիոնալ իրողությունների փոխանցման կառույց է, այլ նաև մեր համար տարբեր փուլերում նաև պետականության դեր է կատարել։ Այս դեպքում, երբ որ մեր երկրում հաստատված է մի իշխանություն, որը անընդհատ օկում է, ջարդում է, քանդում է, հանձնում է, այս իրավիճակում, այսպես ասեմ, դիմադրություն ապահովող կառույցներից մեկը դա մայր եկեղեցին է եւ այս պարագայում պատահական չէ, որ երկրի դիմադրողականությունը ջարդելու ճանապարհին տարբեր փուլերում եւ այդ փուլում եւ այդ թվում այս փուլում նաեւ թիրախավորում է հայոց եկեղեցին։ Իդեպ հետաքրքիր զուգադիպությամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում նաեւ Ադրբեջանից է թիրախավորում Մայրաթորը, դա կապված է ոչ միայն կաթողիկոսի եւ առասարակ մեր հոգեվոր առաջնորդների հնչեցրած հայտարարություններով, որոնք բխում են մի կողմից արցախցիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մյուս կողմից մեր պետության դեմ իրականացվող այդ արտաքին վտանգներին դիմակայելու տրամաբանությունից, այլ նաեւ այսօր էլ հայոց եկեղեցին այն հիմնական կառույցներից է, որը այսօրվա իշխանության հանցավոր անգործությունը փորձում է լրացնել եւ դիմակայել այն հարվածներին, որը տեղում է ոչ միայն եկեղեցու, ոչ միայն մեր քաղաքացիների, այլ առասարակ Հայաստանի Հանրապետության դեմ, եւ բնականաբար այս տեսանկյունից այս որակի իշխանությունը չէր կարող պարզապես անտեսել այս իրավիճակը կամ չտեսնելու տար եւ անցել են հարձակման։ Պարոն Աբրահամյան, նաև խոսենք, որ այս իշխանությունները անընդհատ արցախցիների նկատմամբ ատելության խոսք են քարոզում։ Ինչի հետ է սա կապված եւ անընդհատ վախենում են Արցախ բառը օգտագործելուց եւ նրանք անընդհատ օգտագործում են Ղարաբաղ, այս վերջերս Ալեն Սիմոնյանը էլի իր հայտարարության մեջ արդարացրեց Ալիևի սպառնալիքներին եւ հայտարարություններին, ասելով, որ Ղարաբաղի ժողովուրդը ընտրում է նախագահ, այդ է պատճառը, որ Ալիևը սկսել է էլի սպառնալ եւ այդ հայտարարություններ տարածել։ Նախ այն իշխանությունը, որը հանձնել է կամ որի քաղաքականության հետևանքով այսօր ունենք օկուպացված Արցախ, ունենք բռնի տեղահանված արցախցիներ եւ ունենք չլուծված բազմաթիվ խնդիրներ կապված մեր հայության մի հատվածի հետ կապված, բնական է, որ իշխանությունը իր պատասխանատվությունը ընդունելու փոխարեն փորձելու է առավելագույնս պղտորել, այլասերել այս քաղաքական իրավիճակը, որպեսզի իր
հետքերը, իր հանցագործան հետքերը հնարավորինս քողարկվի։ Ինչ վերաբերում է կոնկրետ խորհրդանի նախագահի այդ հայտարարությանը, ապա ակնհայտորեն իշխանության ներկայացուցիչը գնում է իրողությունների քողարկման եւ խեղաթյուրման ճանապարհով, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները այսօր կամ 3 չէ որ խոսում են այդ թեմաներով, վերջին մի քանի տարիներին անդադ զարգացում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի այդ կոնցեպտը, որի մեջ Հայաստանի երևի մի 60%-ը տեղավորվում է, եւ դա որևէ առնչություն չունի Արցախի ինքնորոշման իրավունքի, առավել եւս Արցախում խորհրդանի նախագահի ընտրության հետ, որը մայիսի 21-ին է տեղի ունեցել։ Այսինքն Հայաստանի իշխանությունը այդ թվում միջև վերջ Արցախի պետական ինստիտուտների ոչնչացման թեման փորձում է բերել եւ հայ ժողովրդին մատուցել որպես ադրբեջանական կողմից սադրանքների պատճառ։ Ինչի Արցախի խորհրդանի նախագահի ընտրությունը մայիսի 21-ին որևէ կապ ուներ դեռևս ապրիլ ամսից Խոզնավար, Խնածախ, Գյուղերի կամ Ջերմուկ քաղաքի մարտական դիրքերի Գեղարքունիքի մարզում, Տավուշի մարզում Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ վարքագծի հետ դրա հետևանքները արտահայտված են այդ թվում նաև խաղաղ բնակիչների եւ նրանց առանձնատների թիրախավորմամբ եւ այս իրավիճակում բերել այդ ամենը կապել արցախցիները դա ունի մեկ նպատակ պարզապես վերցնել խնդիրը պատասխանատվություն այդ հանցանքների Ադրբեջանի իշխանությունից եւ բերել կոնկրետ հայության մի հատվածին փաթաթել դա այս փուլում արտահայտվում է կոնկրետ արցախցիների դեմ, բայց մեկ այլ փուլում դա կարող է արտահայտվել սյունեցիների, տավուշցիների կամ մեր այլ մարզերի կամ նրա բնակիչների դեմ։ Թե Միացյալ Նահանգներից եւ թե մեր փորձագիտական դաշտից մտահոգություններ են հնչում հնարավոր էսկալացիայի մասին, դուք ինչ կարող եք ասել։ Արտերկից երկու ազդակ է եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում, առաջինը պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունն էր կոնգրեսում, երկրորդը Ռուսաստանի պաշտպանության նախարարի, որոնք վերաբերում են Հայաստանի շուրջ լարվածության աճին։ Այն ինչի մասին խոսվում է, դրանք բոլոր ամբողջական եսկացերով չէ, որ արտահայտված են եւ հասանել են մեր հասարակության համար։ Այն երկրները, որոնք ըստ էության խոշորացի տակ դիտարկում են այդ թվում նաև մեր երկիրը կամ տարածաշրջանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ըստ էության խոսում են որոշակի իրադրային փոփոխությունների մասին, որը թեև չի հանրայնացում ամբողջության մեջ, բայց իր մեջ բավականին ռիսկային ազդանշաններ է պարունակում։ Սա առաջնորդին կարող է կապված լինել նրա հետ, որ Սյունիքի հարցը, հատկապես նրանով անցնող կամ նրանով նախատեսված հնարավոր կոմունիկացիաները, որոնք Չինաստանը, Միջինասիան պետք է Հարավային Կովկասով կապեն Թուրքիա կամ Թուրքիայով Եվրոպայի հետ, բնականաբար հետաքրություն են առաջացել եւ յուրաքանչյուրը փորձում է այս հանգուցալուծման մեջ իր դերը կամ ավելի կոնկրետ վերահսկողությունը հաստատել այդ կոմունիկացիաների նկատմամբ։ Հիմա թե ինչ ազդեցություն կունենա դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, դրանք ունեն անմիջական ուղիղ եւ անուղղակի ազդեցություն, բայց թե արտացոլումը ինչպես կլինի դժվար է ասել, համայն դեպս շատ մտահոգիչ եմ համարում այդ արտաքին ազդակները։ ԿՊԿ պատգամավորը վերջերս նախագիծ էր ներկայացրել եւ այդ նախագիծը կոչվում էր վճարիր եւ ազատվիր։ Խոսքը բանակից ազատվելու մասին է, որ գումար վճարեն եւ ազատվեն։ Ինչ կասեք այս նախագծի մասին, եւ տեղյակ եմ, որ դուք որոշ ժամանակ բոյկոտել եք եւ չէիք գնում ազգային ժողով։ Ինչ փուլում է այդ նախագիծը եւ ընդհանուր առմամբ սա ինչ է տալու մեր երիտասարդներին եւ մեր բանակին։ Սա բավական ուժգին հարված է զինված ուժերի ֆունդամենտին եւ դրանով պայմանավորված թեև ես երկար ժամանակ բոյկոտում էի պաշտպանության հանձնաժողովի նիստերը, բայց կարա ասելիք եւ վերջին նիստին մասնակցեցի եւ հաշվառով այն հանգամանքը, որ իրավիճակի, գործուղումների եւ այլ բնույթի խնդիրների պատճառով ընդդիմությունը փաստացի այդ հանձնաժողովում այդ պայմանը էր մեծամասնություն, այդ հանձնաժողովի նիստը չեղարկվեց։ Մյուս կողմից ակնհայտ է, որ նրանցից շատերն էլ իշխանության մեջ հասկանում են, որ սա չմարսվող նախագիծ է եւ եթե ոչ այսօր, ապա վաղը որոշ ժամանակ հետո դա իրենց ազդեցություն ունենալու է ոչ միայն հասարակության վրա, այլ այդ պահի իշխանության վրա եւ կան որոշները, որոնք փորձում են խուսափել ամեն գնով այդ ճակատագրական քայլի գնալու։ Ըստ էության, եթե պարզ խոսենք ինչի մասին է խոսքը։ Հայաստանի իշխանությունները սահմանում են, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն պայմանական 18 միլիոն կամ 24 միլիոն դրամ,
կարող են վճարել պետությանը եւ դրանով իրենց ворթիների ծառայությունը կրճատել 1 ամսվա կամ 4 ամսվա։ Հիմա ստացվում է, որ Հայաստանում օրենք է ընդունում, որը սոցիալական խտրականություն է մտցնում հասարակության տարբեր թևերի մեջ, չեմ խոսում այն մասին, որ խախտվում է արդարության սկզբունքը, եւ ստացվում է այնպես, որ այն մարդիկ, ովքեր չունեն հնարավորություններ կամ պատրաստ են այդքան գումար վճարել իրենց ворթիների ծառայությունները իջեցնելու համար, ապա ավելի երկար նրանք պետք է ծառայեն հիմնական ծանրաբեռնվածությունը զինված ուժերում եւ հայերենիքի պաշտպանության հարցում պետք է լինի այդ խմբերի վրա եւ այլն։ Սա նաեւ անառողջ իրավիճակ է ստեղծում հասարակության մեջ, եւ ոչ միայն զինված ուժերում, որովհետեւ բնականաբար այն մարդը, որ մի տարածքում ունի հնարավորություն այդ գումարը վճարելու, մյուսը չունի, այդ մարդիկ որ նույն միջավայրում են ապրում, աշխատում, իրենց կենսագործունեությունը ապահովում, բնականաբար իրավիճակում է մարդկանց մեջ է այդ խնդիրը առաջանում, որովհետև կտրուկ խտրական մոտեցում է դրսևորվում եւ այս պարագայում բնականաբար այս օրինագիծը ոչ միայն զինված ուժերի տեսանկյունից, այլ առհասարակ քաղաքացիական կյանքում, ներհասարակական հարաբերություններում տեղից առանց այն էլ որ բևեռացված հասարակություն ունենք, ստեղծել է շատ ավելի խնդրահարույց իրավիճակ։ Մյուս կողմից նաև պետք է հիշեցնել, որ այս իշխանությունը անդադ խոսում էր կոռուպցիոն դրսևորումների մասին, խոսում էր այն սողանցների մասին, որով հնարավորություն է դնում մարդկանց գումարային ձևով ազատելու տարբեր հիմքերով, եւ փաստացի սրանով նրանք խոստովանում են, որ այդ խնդիրները չեն կարողացել լուծել, դրանք ավելի են մեծացել, շատ ավելի վտանգավոր են դարձել եւ այս իրավիճակում իրենք առաջարկում են այդ դրսևորումների, կոռուպցիոն դրսևորումների կամ արատավոր բարքերի օրինականացում, ճակերտավոր օրինականացման մասին է խոսքը։ Այսինքն ասում են գումարի վճարեր բժիշկին, հանձնաժողովին, զինկոմիսարիատի աշխատակցին, վճարեր պետությանը։ Սա, գիտեք, ոչ միայն ինքնախոստովանական ցուցմունք է, որ իրենք ոչ միայն չեն կարողացել, այլ իրենց օրոք կոռուպցիոն դրսևորումները կտրուկ աճել, այլ սա նաև արտացոլումն է նաև այն բանի, որ Հայաստանի իշխանությունները զինված ուժերի հետ կապված իրենց քաղաքականության լրջագույն խնդիրներ են ստեղծել, որոնք արդեն ոչ կառավարելի են եւ իրենց այս քայլերը, որոնք իրենք ներկայացնում են որպես հրատապ, սա հրատապություն չէ, սա շատ ավելի մեծացնելու է այն հարվածները, որոնք այս պահին էլ տեղում են մեր զինված ուժերի նկատմամբ տարբեր հանգամանքներով պայմանավորված։ Խոսենք նաև սահմանազատումից, ինչու է սահմանազատումը սկսում հյուսիսից եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից, սրա բացասական կողմերը։ Հիմնական խնդիրները սկսում է այն կանոնադրությունից, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախորդ տարի ստորագրվել եւ ավելացվել է։ Վտանգավոր դրույթներից մեկը 5-րդ հոդվածը վերաբերում է հետեւյալին։ Ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությամբ այն հատվածական աշխատանքը, որը տարբեր ուղղությունով իրականացվելու է, կտոր դրանք հաստատվելու է եւ դառնալու ըստ էության միջազգայինորեն ճանաչված նաեւ սահման։ Հիմա Ադրբեջանը սկսում են հատվածներից, որը ինքը նպատակարար է համարում, այնտեղ որտեղ ինքը ճնշման հնարավորություն է տեսնում, օգտագործելով Հայաստանում այսպիսի իշխանության գոյությունը եւ փորձում է ստանալ առավելագույնը։ Այնտեղ կա մեկ այլ հանգամանք, եթե պայմանական Ադրբեջանը 1 մարզի, 2 մարզի հատվածում իրականացնի այդ աշխատանքները, համարի որ իր համար առաջնահերթ խնդիրները ավարտված են, կարող է հրահրել որևէ սադրանք, դադարեցնել գործընթացը եւ ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ կանոնադրության այն հատվածները, որոնք միջև այդ իրականացվել են, դրանք այլևս փոփոխության ենթակա չեն լինելու։ Եվ այս պարագայում Ադրբեջանը փորձում է իր համար առաջնահերթ ուղղություններով դրանք իրականացնել, հետագայում տապալել բոլոր այն ճակատի ուղղությունները, որտեղ ինքը իր նախաձեռնությամբ 90-ականներին կամ դրանից հետո, օրինակ 21-22 թվականներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը եւ առաջին հերթին այդտեղ կար խնդիր այդ գործընթացը իրականացնելու համար։ Վերջին շրջանում նաև Ադրբեջանի կողմից, ինչպես դուք նշեցիք, ակտիվացում է նկատվում սահմանում եւ նաև կրակում են բնակելի բնակավայրերի եւ տների վրա, սակայն երեք լրագրողները հարց ուղղեցին Սուրեն Պապիկյանին եւ Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ Ադրբեջանը հերքում է եւ ասում է, որ դա իրենք չեն։ Սա էլի արդարացնում ադրբեջանցիներին։ Ադրբեջանը 2016-ին, երբ որ
Արցախի ուղղությամբ ռազմական գործողություններ ծավալում, չէր ասում, որ ինքը ուղղակի պատերազմը հայտարարել կամ հարձակողական գործողություններ իրականացնում։ Ադրբեջանցիներն ասում են, որ իբրև թե հայկական սադրանքին ի պատասխան գործողություն են իրականացվել կամ չգիտեմ հակահարձակում է իրականացվել եւ այլն։ Այսինքն պետք է շատ միամիտ լինել, կարծելով, որ Ադրբեջանը կարող է գնալ սադրանքների կամ վտանգավոր վարկագիծ դրսևորել, հետո ասել, գիտեք, հա մենք ենք արել ենք, որպեսզի ազատություն ունենք, բանակցենք գործընթացի վրա կամ հոգեբանական ազատություն ուղենք ձեր խաղաղ բնակիչների նկատմամբ։ Հիմա ես չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները այս մասին չեն գիտակցում, չեն կանում են այս ամենը, բայց քանի որ կա պլանավորված այսպես կոչված խաղաղության փուչիկի կոնցեպտը եւ մեր բնակչությանը, մեր քաղաքացիները փորձում են համոզել, որ իրենք իրականում խաղաղություն են բերում, փորձելով քողարկել բոլոր այն խնդիրները, ռիսկերը, սպառնալիքները, իդեպ խաղաղության պայմանագրի մասին է խոսում, բայց խաղաղության պայմանագրի 17 կետանոց է, փաստաթղթից ընդամենը 2 կետն է հանրայնացվել, երկուսն էլ խնդրահարույց է եղել, ինչևէ, բայց այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը փորձում է այդ կեղծ խաղաղության կոնցեպտը պահպանել, որովհետև հատկապես ընտրություններին ընդառաջ իր համար դառնում է բավականին վտանգավոր։ Խոսք է տվել մի բան դեռևս 21 թվականին, դրանից հետո Արցախն է հանձնել Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներն օկուպացվել իր պատասխանատվության ժամանակահատվածում եւ հիմա միակ բանը, որը կարող է նրան վերարտադրման հնարավորություն ստեղծել, եթե մի կողմ դնենք այդ ավտորիտար ռեժիմին հատուկ ճնշումները, դատաիրավական համակարգի նկատմամբ կոնտրոլը եւ այլն, մնացել է այդ կեղծ թվացial խաղաղության կոնցեպտի առաջնողումը եւ իրենք այս ժամանակահատվածում ամեն ինչ անում են ցույց տալու համար, թե խաղաղության հասնելու ճանապարհին իրենք որևէ խոչընդոտ չունեն։